եւ հարազատ։ Հարև ցես հարկելի ունգընտիրներ, բանացանի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Փաստաբաններ թիմում ներկայացուցին անսերու գամայական բանդարգության մագի աշխատանքային խումբին Բաքուի մեջ աբորինի երբով բանդարգված Վիկեն Օլջեքչյանը անհաբաղ ազատ արձակելու համար հաղորդեց հայ բադանտներու ազատություն գազագերբությունը։ Ադրբեջանի մեջ գամայականորեն բանդարգված 46-ամյա Վիկենին փաստաբանները իրենց թիմումի մեջ նշեցին միջազգային օրենքի լուրջ խախտումները եւ Վիկենին ցանկը վտանգող զանր պայմանները։ Մարիա Լուսիանա Մինասյանի Արժանտին եւ Այթոր Մարտինես Խիմենեսի Իսպանիա գոմե ներկայացված միջոցակիրի մեջ շեշտվեցան հետեւյալ գեդերը։ Առաջին իրավասության խախտում Ադրբեջան Օլջեքչյանին հետ վերապերած է իբրև քաղաքային անձ, սակայն զինք թադած եւ տադաբարդած է զինվորական տադարամը հագարակ մագի աշխատանքային խումբի հաստատված նախատեպին թե զինվորական տադարանները իրավասություն չունին քաղաքային անձերու նկատմամբ։ Երկրորդ վարձկանության մեղադրանքի սխալ իրարգում Ժնևի հրճակագիրի նամացային քաղաքացիությամբ հայաստանցի Օլջեքչյան չի գրնար իրավաբանորեն դասակարգվել վարձկան։ Միջոցակիրի մեջ հղում կգադարվի միջազգային քրեական տադարանի հիմնադիր գլխավոր տվյալախազ Լուիս Մորենո Կամպոյի փորձագիտական գարզիկին եւ Արցախի դակնաբեն վնասներ ստացած հայերու իրավունքները պաշտպանող ճշմարտության եւ արտարատության գետրոնին գոմե ներկայացված պաշտոնական բողոքին։ Ադրբեջանական լրատվամիջոցներ կհաղորդեն, որ Բաքուի տադարանը Ռուբեն Վարդանյանին համար նշանակած է նոր փաստաբան։ Տադավորը հայտնեց, որ տադական վերջին նիստին Ռուբեն Վարդանյան միջնորդություն ներկայացուց իր պաշտպան փաստաբանեն հրաժարելու համար վկայակոչելով գեղձ դատավարության մասին անոր դժգոհությունը։ Աննայև հայտնեց, որ ինք համաձայնություն չունի այլ փաստաբանի հետ եւ իրեն համար կրնա նշանակվել այլ փաստաբանը բեդության գոմե։ Ադրբեջանական գոմին համաձայն Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը հրաժարելու իր փաստաբան Աբրահամ Մերմանեն ընդունված է եւ Ադրբեջանի փաստաբաններու միության խնդրանք խրգված է նոր պաշտպանը նշանակելու։ Թադավորը հայտարարեց, որ Վարդանյանի նոր փաստաբանը պիտի լա փաստաբանական միության անդամ Էմիլ Բաբիշով։ Վարդանյան օրեր առաջ հայտնած էր, որ փաստաբանեն հրաժարելու որոշումը բարդացրապար դված է, որովհետև փաստաբանի մասնակիտական գործը կատարելու պայմաններ չկան եւ իրավունքի խախտումներ կկատարվին։ Իբրև Ադրբեջանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչ վերջերս Հայաստան այցելած եւ 3 տարի առաջ Լաչինի միջանցքը փակած ու Արցախի հայության շրջապակման սկիզբ դրած այսպես կոչված Գենսոլորդի պաշտպաններեն Դիլարա Էֆենդիևա ադրբեջանական Մինվալ պոլիտիկայի հետ զրույցի ընթացքին հայտնեց, որ հայ հանրությունը դարբեր ցևով արձագանքած է Ադրբեջանի հետ խաղաղության ծրագիրներու իրականացման, սակայն ընդհանուր առումով արձագանքները դրական եղած են։ Իրենք ազերիներ որևէ պատասական արձագանք չեն տեսած երևանցիներու կողմէ։ Էֆենդիևայի համաձայն այս եւ ասկի առաջ եւս կատարված բոլոր գործողությունները վստահություն կներշնչեն խաղաղության ծրագիրի իրագործման եւ զայն ամբողջությամբ իրականացնելու համար։ Անհայտնեց, որ Երևանի մեջ զանազան արձագանքներ եղած են ընդհանրապես դրական, որովհետև բազմաթիվ անձեր կհասկանան այս գործընթացին անհրաժեշտությունը, գիտեն, որ կարելի չէ հարաճանալ առանց երկխոսության եւ թե մեգուսացում է դուրս գալու հայերու միակ ուղին Բաքուի հետ հարաբերություններու ղեկավարումն է։ Էֆենդիևը դիտել դվավ, որ Հայաստանի մեջ հանրությունը բավական բաժնված է։
Նիկոլ Փաշինյանի խումբը անոր վարած քաղաքականությունը ունի բազմաթիվ հակարակորդներ, ըսպյուրքի գարույցներ, ներքին ընդդիմություն, արցախցիներ եւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Այս ուժերը համացան չեն նման զարգացումի։ Անոնք դակամին լեցված են վրեժխնդրական դրամատուրգիաներով եւ գնտիմանան խաղաղության։ Փաշինյանի ղեկավարությունը հասնարու է խաղաղ ղեկավարման ըսավ Ազերի Էֆենդիևա։ Ադրբեջանական modern.az-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքին այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ եւ պատգամավոր Ազիզ Ալաքբարլի հայտարարեց, որ իրապերություն շատերուն մտադիր չէ զապահարելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի կառուցողական ինչ-որ քայլերու ցերնարգման կամ նախասենության համար։ Այն Փաշինյանն է, որ իր կառավարումի առաջին տարիներուն Ադրբեջանի դարածքը բազմաթիվ անգամներ ռմբակոծած է Հայաստանի կողմէ։ Ինչ եղավ հիմա։ Փաշինյան փոխվեցավ եւ հրեշտակ դարձավ։ Ոչ, Փաշինյան նույն Փաշինյանն է։ Դարբերությունը այն է, որ Փաշինյան եւ անոր կողմնակիցները հիմա կհասկանան, որ Ադրբեջան զորավոր պետություն է, ունի զորավոր նախագահ։ Հայաստան ուրիշ ելք չունի, բացի Ադրբեջանի եւ անոր նախագահին հետ հաշիվին նստել է։ Տշտամության ուղին կրնակ ասկացի տակ տնել հայկական պետության գոյությունը։ Արայց գլխու վերևը Հայաստանի 29.8 քառակուսի կիլոմետր տարածքի քարտեզի մանրագերտը բարձրացնելով ան իր ժողովրդին գոչ կուղե բերգելու իր ունեցած հողերը եւ այժմ կփորձի իրական քայլերից ձեռնարկել այդ ուղղությամբ։ Պետական է, որ շուտով պիտի կառուցվին Ադրբեջանը եւ Թուրքիան գաբողքի ձեր։ Այս մեկը իշա Հայաստանի է, ըսավ Ալաքբարլի ողջունելով Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներու նախաձեռնությունները եւ քայլերը հագամարտության ղեկավարման գծով հույս ունենալով, որ անոնք պիտի նպաստեն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներու միջև հարաբերություններու ղեկավարման։ Անշուշտ, ասիկա ցավալի գործընթաց է, կան 100,000-ավոր քաղաքականներ եւ ներքին դեղահանվածներ, որոնք դեղահանված են իրենց հայրենիքեն եւ դաստամյակներով անտիվ դժվարություններ ապրած են։ Մենք ունենք ավելի քան 20,000 նահատակներ, դասնյակ հազարավոր հաշմանդամներ, ասոնք այնպիսի բաներ չեն, որոնց կարելի է մոռանալ 3 կամ 5 օրվա ընթացքին։ Ավելին, կան մոտ 500,000 քաղաքականներ Արևմտյան Ադրբեջանեն եւ անոնց զավակները, որոնք տաժանորեն արտաքսված են իրենց զնդավայրեն վերջին դեղահանման ընթացքին, մտեց Ալաքբարլի, որոնց համաձայն հայերը պետք է անվերաբահորեն ընդունին Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն Ադրբեջանի նախագահությունեն եւ ժողովուրդեն, հատուցեն մարդուց եւ անոնց ունեցվածքին հասած վնասը եւ բարձր մագարտակով ապահովեն քաղաքականներուն խաղաղ վերադարձը, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի իրենց հայրենի գյուղերը եւ դուները։ Քաղաքագետ Էդգար Էմպակյան Թիմանեդյան քրարումում ընդգծեց, թե Հայաստանի մեջ կորզնաբես գոյություն ունի գրոնական 43 կազմակերպություններ առանց հաշվելու հայ առաքելական եկեղեցին։ Եթե գտնվող եւ մասնաճյուղ հանդիսացող կազմակերպությունները հանենք, կմնան մոտ 17 կազմակերպություններ, որոնք են առաջին Ավետարանի հավատքի քրիստոնյաներու միացյալ եկեղեցի, երկրորդ Ավետարանական մգրտական եկեղեցի, երրորդ Խորան միջազգային քրիստոնեական գրոնական կազմակերպություն, չորրորդ Աստուծո ժողովուրդ ամբողջ ավետարանական եկեղեցի, հինգերորդ Ուղղաթավան ավետարանական եկեղեցի, վեցերորդ Հայաստանյաց ավետարանական եկեղեցի, յոթներորդ Հայաստանի Հիսուս Քրիստոսին հավատացողներու եկեղեցի, ութերորդ Մերդեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Բեթել եկեղեցի, 9-րդ Հիսուս Քրիստոսի վերջին օրերու սուրբերու եկեղեցու Հայաստանի գրոնական համայնք, 10-րդ Ռուս ուղղափառ եկեղեցի, 11-րդ Հայաստանի եզիդիներու ազգային Շեխե Շեխու Բաքրա հոգևոր խորհուրդ, 12-րդ Դինե Շարֆադին եզիդիներ, 13-րդ Զարգացոր քաղաքի ռուս մոլոգաններու գրոնական համայնք, 14-րդ Հայաստանի մեջ Եհովայի վկաներու քրիստոնեական գրոնական կազմակերպություն, 15-րդ Նոր առաքելական եկեղեցու Հայաստանի համայնք,
16-րդ Արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ Առաքելական եկեղեցի եւ 17-րդ Հայաստանի հայ կաթողիկ եկեղեցի Էլպագյան ապա կշարունակե հասանելի հրաբանակային կայտարություններն տանելով այս բախուն միայն ռուս ուղղափառ եկեղեցին տնտաբարդած է Հայաստանի իշխանություններուն գողմե հայ առաքելական եկեղեցու դեմ կդարվող հալածանքները Ասկային լրատվամիջոցներուն գարաչարգեմ հարցնել գրոնական մնացյալ 16 գազագերբություններուն թե ինչ է անոնց դիրքորոշումը այս հարցի շուրջ Եթե անոնք հանդես չեն կար տադաբարձումով ուրեմն այդ մեկը կնշանակե այս տարբերակներեն մեկը Առաջին այդ գազագերբությունը թուղթի վրա գոյություն ունի բայց իրականության մեջ չկա Երկրորդ այդ գազագերբությունը թեմ է մեր եկեղեցու հանդեպ կդարվող հալածանքներուն բայց Այս կամ այն բաժարով գլրե գվախտը տտաբարդել։ Երորդ, այդ կազմակերպությունը գողմ է մեր եկեղեցու դեմ կդարվող հալածանքներուն։ Չորրորդ, պատահածը այդ կազմակերպության չան հանգստացներ, որովհետև ինքը նկատե, որ համապատասխան հարաբերություններ ունի Հայաստանի դե ֆակտո իշխանություններուն հետ, հետևաբար նույն հալածանքները իրեն հետ չեն մտահիր։ Եվ երրորդ, վերոնշյալ դարբերակներու առանցին զուգացություններ։ Որևէ բանակային կարևոր է գտնել թե ինչ է տտաբարդումի փաստակայության բանջարը։ Քաղաքական ահեղ տնտեսանի օրը այդ մեկը բոլորիս պետք գլա։ Հոյտա արևմտյան Եվրոպայի գետրոնական կոմիտեն հետևյալ փաս նամակը փոխանցած է Ֆրանսիայի, Նեդերլանդներու եւ Բելգիկայի մեջ Հայաստանի տեսփանատուներուն։ Խոր մտահոգությամբ Անցկությամբ եւ ընդվզմով կհետևինք հայրենիքի մեջ կդարվող դարադեսակ իրադարձություններուն։ Ասկը բարակդած, սևի ու սվիդագի պաշնած, բادرազմ բարդված, փանագը պարոյալեկած ու գազմականտած, Արցախը տշնամին հասնած, Հայաստանի դարասներ զիջած, հայոց պատմությունը խեղաթյուրած, ազգային արժեքները ցալգած, ազգային մահանջադիրությունը Արարատը ուրացած Նույնիսկ ցեղասպանության դեմ մեղանչած երկրին արտաքին մարդկը երաբացած քաղաքացիական մեմնակի խմբակցության ծեր խմբակը Նիկոլ Փաշինյանի մենադիրությամբ հայրենական ու ազգական ցերչագերդյալ առաքելությունը համառորեն գշարունակեք Ընտիմատիր քաղաքական կորզիչներ հեղինակավոր օկեվորականներ ժողովրդին կողմէ ընդրված թեմքեր հանրազանոթ գործնարարներ անհիմն անպաստանություններով Աբորնի ցերպակալություններով քաղաքական բանդարգալներ բազմապատկելով ժողովրդավարությունը խոսքի ազդեցությունը ոտնահարելով բռնապետական ոստիկանական վարչակարգ հաստատելով կդղտնի իշխանություն բահել Հերթը հիմա ասած է հայ եկեղեցու որուն դեմ ձեր արշավը ունի միայն մեկ բացատրություն հերետիկոսություն Ասկային հենասյուները կանտիլու ցերջիկը սակայն պիտի չկարենակ հասնել իրավարդին բարձրապես որովհետև մեր ժողովուրդը ցեր գարձեսյալ հլու հնազանդ ըստերուգը չէ եւ որքանալ դմրած է ադենեմի վեր որքանալ խապված օրորված է սդաբադիր ցեր կարոզներով ըստապած է արդեն եւ բادرաստ եւ մեծադար ոչը շբրդելու ցեր անիտնասեր երեսին Արտաքին ուժերու գոմե բادرաստված սևված եւ ցեր գոմե հարազատորեն որտեքրված այսպես կոչված խաղաղության գեղձ ու սուտ դիմագին իդև բավադած ու հասարակության հրամծված թրկահաջո եւ թրկահաբադակ ցեր ընթացքը մենք ոչ միայն կմերժենք այլև ընդհանրական գշարունակենք հայտարարի մեր բայկարը առավել տապով ու համոզմով իեջուգս ցեզի եւ ցեր նմաններուն դուք ոչ մեկ լիազորություն ունիք իրավական թե պարոյական որևէ համասնակիր ստորագրելու հայ ժողովրդի անունով այդ ցերը ստորագրածը թուղթի գդորմն է բարձաբես հայտադը հակաթուրք բայկարը բահաճադիրության մեր թղթաձրարը կվերապերի եւ կպատկանի փոխանցակայության եւ ոչ միայն Հայաստանի իշխանության առայդ կգարոդի համահայկական որոշումի իսկ հայ ժողովուրդը Հայաստանի եւ Սփյուռքի մեջ մեծամասնությամբ կմերժեցեր մրոդած բարդվողական բոլոր թուղթի գդորները Դժած է նամակը հետևաբար մենք մի շարունակենք ոգի իբրին Թուրքիան եւ Ադրբեջանը նկատել եւ գոչել հայտարարել ճշտամի միջև արդարության լիարժեք հաստատում միջև մեր իրավունքներու ամբողջական վերականգնում մի շարունակենք ապրիլ ու արարել ազգային եւ ոգեվոր մեր տարավոր արժեքներով Սփյուռքի մեջ հաջորդական ծերունդներ ամբողջ
իքինք զով եւ անասելի զողողություններու հոսանք դիվեր մարդնջաս եւ թիավարած են բաբանելու ասկայի մեր արժեքները, սրբությունները, ավանդությունները, լեզուն, մշակույթը, հայու ինքնուրույն դիմակիցը, անգորոչելի մեթոդը։ Այսօրը դարբեր չէ երեգեն։ Այսօր ալ որոշած ենք գարշած մնալ մեր արմատներուն, շարունակել նորերը դաստիարակել գազմավորել միևնույն ուղիով, միաժամանակ մերժելով աբասկային ցերուղին, ցեր դեսակը, ցեր արժի համագարկը, ամենուրեք ընդդիմանալով, անոր եւ բարձրացան մերգացնելով զայն շարունակած է բաց նամակը։ Որոշած եք նաև մեզի փոխանցված ճահը մեր գարկին փոխանցել նոր սերունդին, որ վստահաբար մի շարունակե ազգային միևնույն ուղիով, միևնույն խորքով, քաղաքապարական միևնույն մտածողությամբ, միևնույն համոզմով ոճրականությամբ։ Ցեր օրչորչած իրական Հայաստան եզրը գոյություն չունի մեր բարարանի մեջ։ Մենք գճանք միայն մեկ Հայաստան, գուր ազգային մահանջադեր, ինքնիշխան, ժողովրդավար, բարգավաճ, անգախ, հզոր Հայաստան, որ գորիսն է մեր թավանած վաղվան ազատ, անգախ միացյալ Հայաստանին։ Եվ վերջապես, մենք Ֆրանսայի, Նեդերլանդներու եւ Բելգիկայի շարքերը երդասարտական միավորներով, ուղեգից միություններով եւ համագիներու լայն փաղանքով կշարունակենք անվերաբար զորակցիլ եւ սանարել մեր պետության, որովհետեւ պետությունն ու պետականությունն են բացասակ արժեք ու մնայունը եւ ոչ թե իշխանությունները, որոնք կնայուն են։ Մանավանդ դյուրիմացապար մեջտեղ եկած ճագերդյալ ցեր իշխանությունը, որուն հերասման համար իսպաս կցնենք անխնդիր մեր բոլոր գալիությունները։ Հոյտա Արևմտյան Եվրոպայի գիտությունական կոմիտե Փարիզ։ Համասկայանի գիտությունական վարչության պաշտոնական հաղորդակցությունը դերակացն է, թե 24 եւ 25 հոկտեմբեր 2025-ի շաբաթավերջին Համասկայանի գիտությունական վարչության նստավայր Բեյրութի մեջ տեղի ունեցավ վարչության լիակոմարնիստը մասնակցությամբ բոլոր անդամներուն եւ համասկայանի գիտությունական վարչության մոտ հոյտա բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Բաքրատունի հերանիստ անդամները մասնակցեցան առցանց։ Ժողովին կնվեցան համասկայանի գարույցներուն, հաստատություններուն եւ շրջաններուն ներկա իրավիճակն ու հրաչիգա ձեռագիրները։ Հանդիպումներ տեղի ունեցան ջեմարաններու, կրթական այլ օջախներու, հրադարակչականի հաստատություններու, Երևանի, Արցախի եւ Գյումրիի գրասենյակներու տնօրեններուն հետ եւ առաջիկա 8 ամիսներուն ձեռագրված աշխատանքը կնվեցավ եւ ճշտվեցավ համապատասխան բյուջեով։ Հadouk շեշտ տրվեցավ գրթական, կարողացական, հրադարակչական գործունեության եւ երիտասարդներու ուղղված զանազան ձեռագիրներուն վրա։ Համասկայանի 19-րդ պատգամավորական ժողովի բացումը պետք է կատարվի Երևան Միության իմնացության 98-ամյակին եւ Հայաստանի անկախության 108-ամյակին օրը 28 մայիս 2026-ին։ Հարկելի ունգտիներ, վանացան եթերով եւ դիմաների էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվա լուրերը։ Ցեզի հետեին Սայդի աղոթովանաթալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ վանացանի ունգտիր։